կան բիզնեսներ, որոնք բացառապես ապրում են քո իներցիայով։ Այդ նմանա մի հատ մեքենայի, որը չունի սեփական իներցիա, այսինքն դու պետքա այդ պեդալը պտտես, ավելի ճիշտ հեծանիվի։ Հենց դու այդ պեդալը հիվանդ ես, երկրում չես, ինչ որ մի պատճառով իրան թողում ես, բիզնեսը կանգնում է։ Ու կան բիզնեսներ, որ նույն մարդը ուրիշ բիզնես անի, ինքը մի պեդալ ուղղակի sense պտտելով կարա մի ամիս ոչ մի բան չանի, բիզնեսը գնում է, այդ բիզնեսը զարգանում է։ Իմ կարծիքով այդ 4-5 բիզնեսի մեջ էլ կարա մարդը մի բիզնեսի վրա ծախսի շատ ավելի քիչ ժամանակ, ունենա լրիվ ուրիշ արագացում։ Հա, իհարկե։ Համաձայն ես։ Համաձայն եմ, այո։ Դրա համար ես կարծում եմ, որ նաև այդ պետքա Նայած որ փուլում է ընդվորում, էլի հենց այդ է խնդիրը։ Ու նայած որպես դու բիզնեսմեն գտել ես այն բիզնեսը, որտեղ դու մինիմալ ջանքով մաքսիմում աճ ես ապահովում։ Դա շատ կարևոր է, որովհետև կա բիզնես, որ սեփականատերը օրինակ մի ամիս այդ բիզնեսով չի զբաղվում, վсё այդ բիզնեսը չկա էլ։ Եվ կա բիզնես, որ հա պահանջում է սեփականատիրոջ էներգիան, հա պահանջում է սեփականատիրոջ ռեսուրսը, ուշադրությունը, բայց նույն մարդը զբաղվում է ուրիշ բիզնեսով, զարմանում ասում բիզնեսը ոնց որ թե սեփական բանի դվիժոկով է գնում, ինքը բացի իմ էներգիայից, նա ինչ որ սեփական էներգիա ունի, որ այդ բիզնեսին առաջ է տանում, ու դու շատ փորձերի դեպքում տեսականորեն շանս ունես գտնելու այդ բիզնեսը։